Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումները, տարածաշրջանային անվտանգային մարտահրավերները եւ դիվանագիտական գործընթացները ուշադրության կենտրոնում են պահում երկրի արտաքին քաղաքական օրակարգը։ Վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր է զարգանում։ Պաշտոնական Երևանը հայտարարում է, նպատակ ունի պահպանել ավանդական ռազմավարական հարաբերությունները, միաժամանակ զարգացնելով համագործակցությունը նոր ուղղություններով։ Armenia Today-ը քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել, պարզելու թե ինչ պատկերացում ունի հասարակությունը երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, դաշնակից երկրների մասին, մի ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանային զարգացումներն արագ են փոփոխվում։ Քաղաքացիների մի մասը կարևորում է պատմական եւ մշակութային կապերը, մյուսները անվտանգային գործոնը եւ ռազմական համագործակցությունը։ Ոմանք էլ շեշտում են տնտեսական ներդրումներն ու քաղաքական աջակցությունը միջազգային հարթակներում։ Հայաստանի բարեկամ այս մոմենտին ըստ ինձ ամենամոտիկը Ռուսաստանը պետք է լինի։ Եվ ինչու՞։ Ասեմ, ըստ ինձ Ռուսաստանը այդ 70 տարի սովետի ժամանակ պահել է, չէ՞։ Ամեն ինչը տեսած, որ հիմա այս քաղաքը sense կասող Ռուսաստանի շնորհիվ էր, ոչ թե ռուսների, մեր ժողովրդին։ Այսինքն եղել են այն ժամանակվանից բարեկամ, թեկուզ վերցնենք 1800-ական թվականները։ Ես կուզեի բոլորի հետ բարեկամ լինենք, բայց չեմ կարող տենց ասել։ Ինչու՞, որովհետև մի երկիր մի ապրել, հերիք այլի պատերազմներից վերջ տանք, բոլորով իրար հետ լավ լինենք։ Իսկ ում եք համարում թշնամի եւ ինչու է։ Ես ընդհանրապես ոչ մեկին չեմ համարում թշնամի։ Եկեք ավելի լավատես տրամադրվենք, առանց թշնամիների ապրենք։ Վրաստան։ Ինչու՞։ Потому что у нас одна дорога։ Իսկ ում եք դիտարկում որպես ոչ բարեկամ երկիր եւ ինչու։ Ադրբեջան։ Ռուսաստանը։ Ինչու։ Այնտեղ ենք աշխատում, այնտեղ մեր ընտանիքը պահում։ Իսկ ում չեք դիտարկում որպես բարեկամ երկիր։ Ադրբեջանին, Թուրքիային։ Դե որովհետև մեր այդ պատերազմի մեջն է։ Չկա բարեկամ երկիր։ Չկա։ Իսկ թշնամի երկիր ում եք դիտարկում։ Թուրքիան, Ադրբեջան, հերիք այլ մեր հարևանները չէ։ Ընդհանրապես որևէ երկրի բարեկամ չեմ համարում, կարծում եմ ցանկացած երկիր ունի իր շահերը ու առաջնորդվում է իր շահերով։ Ոչ մի բան չեմ կարող ասեմ, միջև չկարգավորվի մեր վիճակը, մենք լավ ապրենք, առողջ լինենք եւ թողնեն մենք ապրենք մեր գումարներով։ Կասկածում եմ, որ այսօրվա վիճակով մենք որևէ բարեկամ երկիր ունենք։ Որն էլ ունենք, նրան ասում ենք ձեր հետ ենք, բայց հակառակն ենք անում։ Ում չեք դիտարկում որպես բարեկամ ընդհանրապես եւ ինչու։ Բնական է, ում չենք դիտարկում, արդեն 150 տարի համարում։ Ում թուրքերին, Ադրբեջանին էլ Պակիստան լծված են նայում են բոլոր խանութներում հնդիկի անվան տակ, բայց Պակիստանից են 44 օրյա պատերազմում հիմնական ուժն էր ազերիների կողմից այդ նույնը 20 թվականի պատերազմում։ Սաղն էլ բարեկամ են որ հաշտ լինենք։ Даже не знаю, мы в слишком плохом положении, чтобы прям дружеские отношения с кем-то выстраивать. Возможно, Франция. Почему? Я не знаю, там большая диаспора. Мне кажется, что они могут как-то имеют какое-то влияние на это. Իսկ ում ընդհանրապես բարեկամ չեք համարում որ երկիրը։ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, լիքը ճիշտ ասած, տենց Ամերիկային էլ ասոբը չեմ բանում։ Մենք ոչ մեկին։ Ռուսաստան։ Ոչ մեկին։ Ֆրանսիա։ Ոչ մեկին։ Հայաստանի բարեկամ երկիր այսօրվա դրությամբ չկա։ Ոչ մի հատ պետություն մեզ բարեկամ չի կանի, որովհետև մեր ղեկավարը ինքը քանդում է մեր պետությունը, դրա համար նրան չեմ վստահում, ոչ մի բան իր հետ չի արվում, երկիրը գնում է կործանման և պետք է ընտրություններին եթե հաղթեց, թուրքերին բերելու է լստիստել։ Ում չեք համարում մեզ բարեկամ երկիր։ Բարեկամ երկիր չի, ոչ Ամերիկան, ոչ Անգլիան, ոչ Ֆրանսիան, ոչ Գերմանիան, նո եվրոպական մի քանի պետություններ։ Այլ մեզ բարեկամ կլի Չինաստանը, Ռուսաստանը։ Ոչ մեկին, ամենայն դեպս։ Եվրոպայի։
Որովհետև զարգացած ժամանակակից երկիր է, օրենքով երկիր է։ Դրա համար էլ ես սիրում եմ Եվրոպան։ Ում չեք Ցանկալի կլիներ, որ մենք Եվրոպա գնային, դեպի Եվրոպա։ ում չեք դիտարկում որպես բարեկամ եւ ինչու։ Ինչա Ռուսաստանը դիտարկեք որպես բարեկամ երկիր։ Համարում եմ Հայաստանին բարեկամ երկիր եւ Ռուսաստանին, եւ Միացյալ Նահանգներին, եւ Ֆրանսիային, եւ Վրաստանին։ Իրաք մենք ունենք բարեկամ երկրներ շատ, էլի։ Եվ համարում եմ պատմականորեն ստեղծված հանգամանքներից ելնելով ինչ հարաբերություններ են ունեցել։ 100-ամյակներ արդեն Ռուսաստանը 300 տարի շուրջ եկե ազատագրել է մեզ, 300 տարի իրար հետ ապրում ենք, բարեկամություն ենք անում։ 200 տարի Ամերիկայի հետ է, ես իմ Ֆրանսիայի հետ, 100-ամյակների պատմությունից ելնելով է հասկանալի, որ մենք տվյալ պետությունների հետ բարեկամ ենք եւ այսօր էլ բարեկամ ենք։ Ում չեք դիտարկում որպես բարեկամ եւ ինչու։ Դե միևնույն ժամանակ շատ պետություններ մեզ բարեկամ չկան, ուղղակի հակառակորդ պետություններ ունենք ուղղակի, որոնք բարիդրացիական, բայց ոչ բարեկամական երկրներ են։ Ինչու, որովհետև տարածաշրջանային պատմական պատմություններից ելնելով, հանգամանքներից ելնելով, եկել ասլատպես։ Օրինակ Թուրքիայի հետ մենք թշնամի ենք, Ադրբեջանը թշնամի ենք, բայց 100 տարի առաջ այդպես չէր։ Այսինքն 60 տարի առաջ Ադրբեջանի հետ բարեկամ էինք մենք։ Այսօր թշնամի ենք։ Այսինքն վաղը կարանք նորից դառնանք բարեկամ։ Երևի Ֆրանսիան։ Իսկ ում եք չեք դիտարկում ընդհանրապես որպես բարեկամ։ Տենց ընդհանրապես երկիր չկա, որ բացառենք։ Չունենք բարեկամ։ Մենք մեր գլխի ենք։ Այսինքն բոլորին թշնամի դիտարկենք։ Թշնամին պետք չի դիտարկել, բայց բարեկամ պետք չի դիտարկել ոչ մեկին, բացառապես։ Ֆրանսիային։ Ֆրանսիային։ Ինչու։ Ինչու։ Դե միշտ էլ նրանք լավ են տրամադրված եղել Հայաստանի հանդեպ։ Այս պահին Հայաստանի բարեկամ երկիր Ամերիկան, Ֆրանսիան, բոլոր այդ երկուսը թողնան լավ լինեն, լավ կլինի։ Բոլոր երևի եվրոպական երկրներն է կարան բարեկամ լինեն, այստեղ հարցը այն է, թե շահերը մեր հետ համապատասխանում է, թե չէ։ Եթե շահը համապատասխանես, բոլորն է բարեկամ կարան լինեն։ Նույն սկզբով կարող ենք ասել, որ չենք կարող թշնամի երկիր չունենալ շահերի առումով կամ ում եք։ Իհարկե։ Եթե շահը չհամապատասխանեց, ավտոմատ արդեն բախում կլինի։ Որը մեր վարչապետը նախընտրում է։ Իսկ ում չեք համարում որպես բարեկամ երկիր։ Չեմ կարող պատասխանել։ Ես կարծում եմ, որ ավելի շատ բոլորի հետ կարող ենք դիվանագիտական հարաբերություններ կապել, բայց հստակ որոշում ունեմ, որ ոչ Ադրբեջանի ու Թուրքիայի։ Այսինքն որպես բարեկամ դիտարկում եք եւ եվրոպական երկրները, եւ Ամերիկան, եւ Ռուսաստանը։ Մի բան, ահա, դա միանշանակ, ուղղակի պետքա հասկանանք, որ մեր հույսը պետքա դնենք մեր վրա։ Ուրիշ ոչ մեկի։